Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ Վահագն Ալեքսանյան անուն ազգանունով քայլիստը սրտաճմլիկ մի պատմություն պատմեց ազգային ժողովի ամբիոնից, անդրադառնալով 26 տարի առաջ գեներալ Մանվել Գրիգորյանի տանը տեսանկարահարված մի տհաճ տեսանյութի վերաբերյալ, թե ինչպես է Մանվել Գրիգորյանը մի մարդու վզին ժնջիլ գցել եւ բերում է սենյակ։ Իհարկե Վահագն Ալեքսանյանը ներկայացրեց ընդամենը մեդալի մի կողմը, կանխավ նշեմ, որ Մանվել Գրիգորյանի կողմնակիցը չեմ, բազում հարցերում նրան խիստ քննադատել եմ ժամանակին եւ չեմ էլ համարում շատ լավ մարդ, որտեւ շատ լավ մարդը չի կարող իր մոտ աշխատող մարդկանց սրբություն հայոյել, բայց խնդիրը մեկն է, ճիշտը մեկն է եւ մենք պետք է այդ ճիշտը բացահայտենք։ Վահագն Ալեքսանյան անուն ազգանունով անձը բացահայտեց, որ ժնջիլը վզին անձը ոչ այլ ոք է, քան ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը, ով 90-ից 94 թվականներին մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին եւ 5 անգամ վիրավորվել է։ Բայց նույն Վահագն Ալեքսանյանը չգիտեց ինչի չանդրադարձավ այս անձի վերաբերյալ համացանցում եւ լրատվամիջոցներում հրապարակված բազմաթիվ սկանդալային եւ խայտարակ տեղեկություններին, որ Աշոտ Իսախանյան անուն ազգանունով ազատամարտիկը նաեւ եղել է գող, նաեւ եղել է քցող, խապեպա, ստոր եւ տականք անձնավորություն։ Իսկ թե ինչի համար է Մանվել Գրիգորյանը նրա վզին ժնջիլ գցել, ներկայացնեմ համացանցում տարածված տեղեկություններից մեկը։ Ըստ այդ տեղեկության, որը ի դեպ նշեմ, որ սկրինը արել եւ պահել եմ, Աշոտ Իսախանյան անուն ազգանունով այդ ազատամարտիկը գեներալ Մանվել Գրիգորյանից գումար է վերցրել ազատամարտիկներից մեկի ընտանիքին տուն գնելու համար ու խաբել է, տունը չի առել։ Այդ մասին իմացել է Մանվել Գրիգորյանը եւ պատժել է նրան այդ վիճակով բերելով եւ ներկայացնելով այն ազատամարտիկի ընտանիքի անդամներին, ում ինքը խաբել է եւ տունը չի քնել։ Հիմա հարց. մի կողմ ենք թողնում Մանվել Գրիգորյանի անձը։ Մանվել Գրիգորյանը ճիշտ է արել թե ոչ։ Ասեմ ավելին, շատ քիչ է արել, որովհետեւ սրբապիղծ անձնավորությունը փորձել է գողանալ ազատամարտիկի համար հատկացված տունը եւ գողացել է, դրա համար էլ պատժվել է։ Վահագն Ալեքսանյան, ինչու է այդքան շատ անհանգստանում գող, խապեպա եւ ստոր ազատամարտիկների համար։ Եթե ինքը ազատամարտիկ է, ուրեմն ինքը ինդուլգենցիա ունի, որ ինչ ուզենա անի, այդ թվում հանցագործություններ եւ ոչ ոք պետք է այդ մասին չբարձրաձայնի ու չպատժի։ Մանվել Գրիգորյանը քիչ է արել դրա գլխին, ավելին պետք է աներ։ Եվ երբ որ պատմություններ ես պատմում, ամբողջը պատմի, թե Մանվել Գրիգորյանը ինչի համար է դրա վզին այդ ժնջիլը գցել։ Էլի եմ կրկնում, Մանվել Գրիգորյանի կողմնակիցը չեմ եւ չեմ էլ համարում նրան լավ մարդ, բայց ճիշտը մեկն է եւ այդ մեկը պետք է բացահայտել ամբողջությամբ։ Այնպես որ ինձ թվում է Աշոտ Իսախանյանի անձի մեջ Նիկոլենք նոր հերոս են փնտրում։ Իրանց մեծ մասը այս կարգի ու կարգավիճակի մարդիկ են։ Իսկ Մանվել Գրիգորյանին վարկաբեկելու փորձը ներկայացնելով այս տեսանյութը էլ ավելի է բարձրացնելու նրա ռեյտինգը, քանի որ բացահայտվում է, թե Մանվել Գրիգորյանը իրականում ում է պատժել։ Դե բարի կեսօր, բարի ուշ երեկո, բարի կեսօր եւ բարի լույսո առավոտի լույսո արեգակն արդար չեմ ասել 9 օգոստոսի 2026 թվական շատ արագ ու կարևոր ամփոփումներ մի քանի կետերի վրա 1-2 առաջին հերթին եւ ինչպես միշտ ողջույն անգիններիս եւ Փարքահանբանո հոր եւ որդվո եւ հոգուն սրբո ամեն օգնյալս Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հիսուս Քրիստոս Աստվածն է մեր, որ նստավ աճն մեր երկնավոր հոր եւ գալիս է։ Մենք հայ առաքելական եկեղեցու հետևորդ Հայաստանի Հանրապետությունն ենք, կրոնական ազատություն չի նշանակում հոգևոր եւ հոգեբարոյական եւ պատմամշակութային եւ ազգային ինքնության վրա հարձակում եւ հարձակվող աղանդների թույլ տալ, որ իրականացնեն այս հոգևոր եւ հոգեբանական տերորը իմ երկրում, բոլոր աղանդներդ
ահաբեկիչներ եք հոգեբանական հողի վրա, բոլորիդ երկրից դուրս ենք հրավիրելու։ Հայ առաքելական Հայաստան Աստվածորդի ազգս, հայոց պետականությունը սիրելի հայրենակից գալիք օրերին շատ պիտի խնդրեմ, ուշադիր լինեք շատ, օրինակ Գարեգինա կամ Կտրիչ Ներսեսյանա սատարողներին, ոչ ընդհանուր այդ հավաքվող փոքրիկ խմբակները, այլ կառուն եւ ակտիվ հակապետական տարերին։ Հիշեք, արձանագրեք ձեզ մոտ, որովհետև գալիք ապագային դա մեզ պետք է լինելու, օրենքով սահմանված կարգով կանչենք պարզաբանումների, օրենքով սահմանված կարգով օրենքի հարթակի վրա, թե դու ինչ գործ ունես իմ երկրում, հարձակվում ես իմ ինքնիշխանության վրա։ Մենք իմանալով հանդերձ, որ եկեղեցին զավթված է, ուստի այս հողի վրա մնում եք վարչապետի թիկունքին, մնում եք ոստիկանության թիկունքին, ազգային անվտանգության, պետպաշտպանության ծառայության բոլոր նախարարների եւ այն հոգևոր ծառայողներին, որ միացել են վարչապետին։ Մնացած բանավեճ եւ բաց թողումները մենք հերթականորեն հետո կբարձրաձայնենք, բայց կա կրիտիկալ պահեր եւ ժամանակահատված։ Մենք կանգնում ենք մեր պետության կողքին։ Նրանից հետո իր բաց թողումներն ասելով, խորհրդարանական շարքեր մաքրելով քաղաքական հողի վրա եւ նրան փոխարինելով նացիոնալիստ ազգայնական հերրու աչակողմյան եւ հերրու ձախակողմյան դեմոկրատիկ լիբերալ կառավարություն։ Սա իդեալական միջավայր կստեղծի եւ ամենաճիշտ պետություն, որը կունենա առողջ ընդդիմություն։ Սիրելի հայրենակից, ես պիտի վերանդրադառնամ մեր նամակը, որ գրել ենք, ակտուալ դա պահանջագիրը, որ Իտալիայի կառավարությունը ներողամիտ գտնվելու հայցի բովանդակությամբ ներկայանա եւ ներկայացնի, թե ինչ է զառանցել իր ներքին գործերի կտցրած նախարարը։ Եվ մենք պիտի դիմենք Արփինե Սարգսյանին, մեր ներքին գործերի նախարարին, նախ նույն մակարդակի վրա հաղորդակցվենք։ Արտգործ նախարարը արձագանքելը նշանակում է պետականության թեթևանալու։ Ներքին գործերի նախարարին պահանջում ենք դիմեք Italiano Bambino իր Italiano Bambino baby-ա նշանակում բայրվե, ուրիշ բան չի նշանակում, մի խառնվեք իրար։ Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին Հայաստանի Հանրապետությունում։ Խնդրում եմ պարզաբանումներ տվեք, թե ինչ է նշանակում ձեր ներքին գործերի նախարարի այս հայտարարությունը կալանավորման կայաններ կառուցելու եւ ֆինանսավորելու անօրինական ապօրինի միգրանտներին տեղափոխելու Հայաստանի տարածք։ Զուգարանի Իտալիան ասեմ, Հայաստանը չի այդ պահին, բայց ես դա եմ։ Ես նացիոնալիստ եմ, ես ազգայնական եմ։ Ես չեմ ասում Արփինեն վեկենա այդ տեսակ խոսի։ Չէ, բայց ես իմ մտքում այդպես եմ մտածում։ Դու ում երկիրն ես տրել, ինչ որ ժամանակավոր ես իմ ինչի տեղ։ Երկրորդ հերթին մենք մի քիչ Իտալիայի կեցվածքն ու պահելաձևը, հա, իր պրայմ մինիստրի էլ Գյորգիո Միլանին, որ այցելել է Ադիս Աբաբա այդ Էթիոպիայի մայրաքաղաքը, կանգնել է դրացու քրիստոնյա սպան, այսօր ամհարա ժողովրդի մեր եկեղեցով նույն ընտանիքը համարվող Էթիոպիայի մեր եկեղեցիները